Նվիրվել։ Երկրորդ Կորինթացիների 11-ից երկրորդ խոսքերում ասում է. Ձեզ համար նախանձավոր եմ Աստծո նախանձով։ Ձեզ խոստացա մեկ ամուսնու Քրիստոսին, որ մաքուր կույս կանգնեցնեմ նրա առաջ։ Բայց վախենում եմ միգուցե ինչպես օձը իր խորամանկությամբ խաբեց Եվային, այնպես էլ ձեր միտքը խոտորվի Քրիստոսին անկեղծ եւ մաքուր նվիրվածությունից։ Ես ուժգին ցանկություն ունեմ տեսնելու, որ մաքրության զորությունը տիրում է յուրաքանչյուր կնոջ կյանքում, անկախ նրանից ամուսնացած է թե ոչ, երիտասարդ է թե տարեց։ Երբ եկեղեցում խոսում ենք մաքրության մասին, հաճախ խոսում ենք սեռական հակումների եւ վարքագծի մասին, բայց մաքրությունը, ինչպես վկայակոչված է այսօրվա խոսքում, վերաբերվում է մեր ներքին մաքուր նվիրվածությանն Աստծուն։ Մաքրությունը սկսում է մեր մտքից, եւ մաքրության համար պայքարը ենթադրում է հրաժարվել խոտորվելուց, որին դրդում է մոլորացնողը։ Սա նշանակում է փնտրել ճշմարտությունը խոսքի մեջ եւ հրավիրել Սուրբ Հոգու զորությունը ձեր սրտի մեջ, ճշմարտությունը ստից բաժանելու համար։ Ինչպես Պողոսը մատնանշում է այսօրվա խոսքում, մենք կարող ենք խոտորվել Քրիստոսին մաքուր նվիրվածությունից։ Մենք կարող ենք ընտրել, թե ում խոսքն ենք լսելու՝ մեր փրկչի, թե փորձիչի, որը որոնում է մեր կյանքը։ Բարձրագույն հեղինակությունը Աստծո խոսքն է։ Եթե փնտրեք Աստծուն, նա կվերցնի հոգու սուրը եւ կկտրի ու կհեռացնի ամեն սուտ ձեր կյանքից։ Եթե որևէ իրավիճակում մեզ վրա բավականաչափ ճնշում գործադրվի, մենք կպարտվենք ցանկացած մարտում, որը ներքուս չենք հաղթել։ Եկեք սկսենք մտքի մաքրությունից, երբ ամեն միտք գերի վերցնենք եւ հնազանդացնենք Քրիստոսին, 2 Կորինթացիների 15, կտեսնենք, թե ինչպես է մաքրությունը թափանցում կյանքի յուրաքանչյուր բնագավառ։ Եկեք աղոթենք։ Սիրելի երկնային Հայր, դու մաքուր եւ սուրբ ես։ Ես քոնն եմ եւ նվիրվում եմ ընդունելու քո խոսքը, տալով նրան պատիվ, գերազանցություն եւ իշխանություն իմ կյանքի յուրաքանչյուր բնագավառում։ Խնդրում եմ, որ քո խոսքի սուրը կտրի ամեն անառողջ եւ անբարեպաշտ կապ եւ մաքրի ինձ ներսից։ Ամեն։ Ես ուժեղ եմ, որովհետեւ փնտրում եմ մաքրությունը, ինչպես գանձ, ուժ առնելով Քրիստոսի անխարդախ խոսքից։ Ամեն։ Սիրելիներս, եկեք սկսենք մտքի մաքրությունից։ Երբ որ մեր միտքը մաքուր լինի, մեր կյանքն էլ մաքուր կլինի Հիսուսով։ Ամեն։